Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ ևս, հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյան։ Համեցեք, պարոն Սահակյան։ Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ԵՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով ԱԱ-ի հաշվարկման եւ վճարման կարգավորումները, ԱԱ-ի հաշվարկման եւ վաճառքների ու վերադարձի մասով տեղեկատվության ներկայացումը, ինչպես նաև հարթակների միջոցով ՀՀ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից ֆիզիկական անձանց վաճառքների փաստաթղթավորման եւ հաշվետվողականության հետ կապված հարցերը։ Մասնավորապես նախագծով նախատեսվում է հստակեցնել ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ հարթակներով ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքների մասով օրենսգրքով սահմանված հասկացությունները։ Ներկայումս գործող կարգավորումներով այս հասկացությունները կիրառվում են միայն ԵՏՄ այլ երկրներում գրանցված էլեկտրոնային հարթակները շահագործողների մասով, նախագծով հստակեցվում է, որ այն կիրառելի է նաև ՀՀ-ում հաշվառված էլեկտրոնային հարթակ շահագործող տնտեսվարողների համար։ Նախագծով սահմանվում է նաև, որ ԵՏՄ այլ երկրներում գրանցված էլեկտրոնային հարթակները շահագործողների կողմից ԱԱ-ի հաշվարկման եւ վճարման հաշվետու ժամանակաշրջան կսահմանվի ամիսը, ներկայումս գործող կարգավորումներով եռամսյակն է եւ այս փոփոխության նպատակը նաև որպեսզի համահունչ լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից հարկերի վճարման ժամանակաշրջանին։ Նախագծով կարգավորվում է նաև, որ ԵՏՄ այլ երկրներում գրանցված էլեկտրոնային հարթակները ԱԱ-ն հաշվարկելու եւ վճարելու են EVAT համակարգի միջոցով, այսինքն պարզեցված էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ ՀՀ-ում հաշվառված տնտեսվարողները ընդհանուր սահմանված կարգով։ Միաժամանակ նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակները շահագործողների կողմից ՀՀ-ից արտահանվող ապրանքների մասով, այսինքն այն դեպքերում, երբ որ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները վաճառքներ կիրականացվեն ԵՏՄ այլ երկրներում գտնվող ֆիզիկական անձանց, հարթակների կողմից պետեկամուտների կոմիտեին կներկայացվեն տեղեկատվություն այդ գործարքների մասով, որը կտեղադրվի նաև տնտեսվարողների անձնական էջերում, եւ դա հիմք կհանդիսանա, որպեսզի մեր տնտեսվարողները կիրառեն ԱԱՀ-ի 0% դրույքաչափը։ Ներկայումս գործող կարգավորումներով յուրաքանչյուր դեպքի համար առանձին հաշվետվողականություն է պահանջվում, այսինքն այս կարգավորումով կպարզեցվի եւ կթվայնացվի մեր տնտեսվարողների կողմից ԵՏՄ այլ երկրներ վաճառքները։ Նախատեսվում է նաև սահմանել եւ պարզեցնել ՀՀ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը, այս դեպքում եւս ներկայումս յուրաքանչյուր գործարքի համար հաշվետվություն պետք է ներկայացվի, նախագծով նախատեսվում է սահմանել, որ ամսական 1 անգամ կներկայացվի հաշվետվությունը ամսվա ընթացքում կատարված գործարքների մասով։ Նախագծով սահմանվում է նաև, որ էլեկտրոնային հարթակները շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում։ Թերևս այսքանը, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Հարցերի համար գրանցում։ Էդուարդ Աղաջանյան, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Սահակյան։ Հարցս հետևյալն է, էլեկտրոնային հարթակներ ինչի մասին որ խոսում եք, խնդրեմ օրինակ բերեք, ինչ տեսակի հարթակների մասին է խոսքը, թե Հայաստանում, թե ԵԱՏՄ երկրներում գործող, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն, ամենատարածված հարթակները դրանք Viber-ից եւ Ozon-ն են, որոնք որ ԵԱՏՄ-ում գործող էլեկտրոնային առևտրի հարթակներն են եւ ըստ էության էլեկտրոնային հարթակներով վաճառքները մեծանում են եւ մեր տնտեսվարողները այդ հարթակի միջոցով լայն հնարավորություն ունեն այլ երկրներ իրացումներ կատարելու։ Շնորհակալություն։ Չկա արձագանք, Սերգեյ Բագրատյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Սահակյան։ Մենք ամբողջովին էլեկտրոնային տարբերակով քննարկելով, եթե մենք գտնվում ենք արտերկրում
եւ էլեկտրոնային տարբերակով հաշվետվություն է ներկայացնում, բայց հնարավոր են բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որ այդ ներկայացված հաշվետվությունները ժամանակին չեն հասնում, ասենք պետք մարմիններին։ Նման դեպքերում, եթե այդ կարգավորումները մենք անում ենք, խնդիրներ կարող են ունենալ տնտեսվարողները ոչ իրենց մեղքով, այլ զուտ համացանցային խնդիրների, տեխնիկական խնդիրների պատճառով, երբ որ հասանելիություն չի ապահովում անհրաժեշտ հաշվետվությունը, ինչպես պետք է գործել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, օրենսդրությամբ նման կարգավորումներ չունենք, բայց եթե գործնականում առաջանում են տեխնիկական խնդիրներ, որոնք հարկվճարողները չեն կարողանում հանձնել հաշվետվություններ, եթե կհիշեք, նախորդ տարի նման երկու դեպք ունեցանք եւ պետնախագահի հանձնարարականով հրապարակվեց, որ համապատասխան օրերի քանակով երկարացվեց հաշվետվությունների ներկայացման ժամկետները եւ հարկվճարողներին լրացուցիչ տուժուտուգանք չկիրառվեց։ Օրենսդրությամբ կարգավորել, որ կլինեն տեխնիկական խնդիրներ, կարծում ենք ճիշտ չի լինի, դրա համար գործնականում խնդիրները առաջանալուց լուծումներ ենք տալիս եւ նաեւ ունենք բողոքարկման հանձնաժողով, որը հարկվճարողը կարող է բողոքել եւ համապատասխան որոշումները կարգավորվեն։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն պատասխանի համար, պարոն Սահակյան։ Միգուցե ասեք օրենսդրական լուրջ կարգավորումների կարիք չկա, բայց կարող ենք նաեւ հետեւյալը ֆիքսել, որ եթե տնտեսվարողը ժամանակին իր պարտականությունները կատարել է եւ հաշվետվություն ներկայացրել է եւ տեխնիկական պատճառով չի հասանելիություն չի ապահովել, պետք է ազատել պատասխանատվությունից տվյալ տնտեսվարողին, որը ապացուցում է, որ ինքը ասեք ամսի 20-ի դրությամբ ուղարկել է հաշվետվությունը, բայց իրապես տեղ չի ասել։ Այսինքն մենք կարող ենք սա ֆիքսել, որ տնտեսվարողին են հանգստությունը ապարգել, որ դուք պարտականություն եթե կատարում ես, պետությունը որևէ խնդիր չի առաջացնի քո նկատմամբ։ Այս իմաստով եմ ասում։ Շնորհակալ եմ պատասխան։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Գործնականում ըստ էության կարգավորվում են կամ եթե համատարած է ընդհանուր հայտարարությունով, եթե առանձին դեպքեր են բողոքարկման հանձնաժողովով։ Շնորհակալ եմ, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պարոն Սահակյան։ Հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյան։ Խնդրեմ, պարոն Ավետիսյան։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, նախագիծը քննարկվել է գլխադասային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, խնդրում եմ կողմ քվեարկել։ Հարցերի համար հերթագրում։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Պարոն Ավետիսյան, պարոն Սահակյան, եզրափակիչ ելույթի կարիք չեք տեսնում։ Հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական турքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղական Համլետ Սահակյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանը ներկայացում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական турքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հիշեցնեմ, որ Սույն նախագծերով կարգավորվում էր պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի եւ վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը եւ որոշակի դեպքերի համար ճանապարհային հարկի արտոնություններ էր սահմանվում։ Մասնավորապես նախագծով հետաձգվում էր պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող